Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կիսվեք ձեր ընկերների, բարեկամների, բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ։ Հարգելիներս բաժանորդագրվելու համար տակ է այսպեսի ուղղանկյուն, սև ուղղանկյուն է, դա սեղմում եք, արդեն բաժանորդագրվում եք, լայքը դնում եք, ավելի շատ մարդիկ են նայում, կիսվում եք, որ ինֆորմացիան հասնի ավելի շատ տեղ։ Հիշեցնեմ ձեզ, ես ոչ ռուսամետ եմ, ոչ թուրքամետ եմ, ոչ ամերիկամետ եմ, ես միայն ոչ է պարսկամետ եմ, ես միայն հայամետ եմ։ Սկսենք հաղորդումը, նախ ասեմ ձեզ, որ Հայաստանից եմ սկսելու, որտեղ այսօր ցավոք սրտի շատ բան է կախված է Հայաստանի հետ։ Մի քանի լուրեր ունեմ Հայաստանից։ Այս նոր մի քանի վայրկյան առաջ տեղեկություն եկավ, որ Էջմիածնի տաճարի բակում շոու էր փորձում ցույց տալ, շոու, էսի արդեն շոնա, շովում չի, շոու էր ուզում ցույց տալ, մի քառակուսի գլխով, քառակուսի մարմնով իրեն հայտարարած բարեգործ 2008 թվականին Սերժի ու Քոչանի Դաբրոյով Փյունիկ բացած բարեգործական Գաբրիել Ջեմբերջյանը, որը հայտնի է եղել ՔՊԻ հիմնադրման շատ փող ուղարկելով, Աննայի հետ մտերիմ կապեր ունենալով իր հիմնադրամի փող ուղարկելով եւ Էջմիածնի երբ որ լրագրողը մոտենում է հարց տա, այս խոզի վաստակը դեմ ինչ տար ուզում եք դրեք իրենց ասում է գորգռում է մի հատ հիստերիա հոգևորականները դուրս են գալիս այ մարդ հանգստացի մարդիկ հանգստացի թուրքա գորռում ես իմ փրփուրը բերանից է թմա թողեք դրան տրորեմ սրա սենց ընտանիքը եւ այլն ուրեմն ասեմ քեզ նախ առաջինը Սերժին ու Քոչարյանին դուք չէիք տեսնում հիմա որ դերասանություն եք անում իբր Նիկոլը թուրքա այս թուրքի վիժվածքին Դուք այս վիժվածքին, որ Լևոնի նման վիժվածքա Սիրիայի Ալեպից բերած բռնաբարված թուրքի եւ ջհուդի վաստակ, դուք չէիք տեսնում, որ թողեցիք։ Բոլոր վիժվածքներին ձեր իշխանության ժամանակ Սորոսով բան թողին Հայաստան։ Դուք չէիք տեսնում, հիմա հելել եք սենց պուպսիկ ուզում եք մանկակ։ Երկրորդը Գաբրիել Ջեմբերջյանես, ինչի գլոխ ես, ինչի գլոխ չես։ Աննայի ոտների արանքը մանդավոշկեքը հաթաթ հանում եղունգով ճտսնող հրաման է ստացել գաս Էջմիածին, որտեղ տուրիստը վխտում է զբոսաշրջիկները նստած հնդիկներ սենց ապուշացած տարբեր ազգեր նկարում են ու երևա որ մի հատ կովի վաստակ մի հատ կրտած ուլ տեսքից երևում է կրտել են արդեն մեզը լցվել է մեջը բուղայա դառել Գորգռոց անում, որ շոանի, որ իրան խփեն, հա, հոգևորական կամ մեկը քաշի, գնա Նիկոլի ոստիկան բերի, այ մարմնավաճառ, այ Աննայի ոտների արանքի բանը, մշտական աբոնենտ ունեցող մանդավոշկա ճտսնող։ Դու էս ինչ ես անում հայ ազգի հանդեպ։ Ես հիմա տեսեք այդքան բաներ եք հայտարարում, ես կոչ եմ անում հայ ազգին, Ջեմբերջյանին ամենամեծ թուրքերից մեկը համարել հայտարարել Նիկոլ Փաշինյանից հավասար, որովհետև ինքը նրանց գործն առաջ տանում։ Լրագրողը հարց է տվել Աննայի փողերի հետ ինչա, ու միանգամից ոչ մեկ չի տեսել չէ, միանգամից սկսավ գոռալ, թռվռալ, ես իմ ինչ։ Արա հո դու փնթի, այ ոչիլ։ Դու գիտես որ քո այդ ջհուդական դեմքը տաշկերից շաշությունը որ երևում է, արդեն պարզվել է, որը ոնց որ բոլոր չմոները շաշաշկով, Անվանեսյաններով։ Իմիջայլոց Հայաստանում ես ասել եմ, չէ իշխանափոխությունից հետո բոլորը պատասխան են տալու, առայն նաև հիվանդանոցի բժիշկներ, հիվանդանոցի տերեր եւ այլն, ովքեր անընդհատ գովում են շնորհակալություն են հայտնում Նիկոլի Աննային եւ Ավանեսյանին իր լավագույն գործերի համար։ Երեք նայեցի մեկը հիվանդանոցում բաժնի վարիչ են, ինչ են։ Արա տղամարդ ես, հերիք համտնես ջուդի կեղտոտ ոտների արանքը լմլմցնելու դե արի մի ասարա եկա տղամարդ է Ստեփան Մնացականյան էր ինչ էր էջիս եկավ բլոկեցի գնա ամոթա հատուկ շնորհակալություն Աննա Ավանեսյանի ինչին է շնորհակալություն հայտնում շլդո աշկերին չանին թե ծուռ ոտի մատներին թե հիմար ծվծվիկ ձայնին ինչին է շնորհակալություն հայտնում հա Հատուկ շնորհակալություն մեր լավագույն նախարար։ Արա ինչ նախարար է ոչիլ։
Հեսանկարդ գտնեմ անունդ նորից կասեմ, այ փնթի ոչիլ, քո կնիկդ ոնց է քեզ թողնում, որ դու շնորհակալություն ես հայտնում մի հատ ուրիշ փնթու։ Այ հիմար, ինչի համար, որ բժշկություն չիմացող մարդուն դրել են նախարար, հա։ Ով որ իրավաբանական կրթություն ունի, դրել են նախարար։ Այդ նույն բանն է, հիմի ոնց որ վերցնեն բանը տրակտորիստ Վալոդին բերեն դնեն գինեկոլոգ, քուկնգանու աղջկան տանեն մոտը, նայի ընկերներն էլ հավաքի նայի, դուրը տեկավ։ Ասենց աննասուն, սենց ստորագույն տղամարդիկ, ձեր բոլոր էջերը կա, ջնջեք, չջնջեք, մնալու է, ինտերնետը նենց է ստեղծված, որ ջնջեք և չջնջեք, բոլոր ինվորմացիաները մեջը մնալու է։ Այ իշխանափոխությունից հետո ձեզ էլ ականջները կրտած, լապուխները սենց կախած, բերելու ենք, ասենք ինչի համար եք անընդհատ շնորհակալություն հայտնում, ոտների արանքով պաչելով գնում նախարարներին։ Հատուկ շնորհակալություն ինչ արի Անավանեսյանը, որ դու անընդհատ շնորհակալություն ես հայտնում։ Ագո մի քիչ տղամարդ այդ շալվարը ստեղծված չի, որ նրա համար հագնեն։ Կանայք են հագնում։ Գոտկատեղից ներքև օրգան ունենալը տղամարդ չի, հոգեբանորեն մի քիչ տղամարդ եղեք։ Ու ձեր պավազքին զատնի մի դրեք։ Հիմա այս անասունի դեպքը վեհապարը կոչ է հայտարարել պաշտպանություն Տաշիրի Սամոյի վեհապար։ Բա որ դու այդքան արդար ես, հա։ Մենք չենք կպնում հայ հավատքին ու եկեղեցուն։ Մենք կպել են մարդիկ քեզ։ Նիկոլը կպելա, Նիկոլը հատուկ իր շահն արել, թուրքերի հետ դու էլ պակասը չես։ Դուք երկուսով շոու եք անում Պուտինի, այ շովուն ձերն է, դու Նիկոլը Պուտինի ու Սամոյին եք գցել եք կրակը։ Բա վեհապար, մի անգամ Լևոն Հայրապետյանին, որ տարան սպանին Սերժը մնացած գործ տվողներով եւ ռուսները, մի հատ դուրս չեկար խոսայր։ Մի հատ դուրս չես եկե մի բառ ասե։ Արցախում այդքան մարդ ջարդին դուրս չես եկե, գլուխը տիճեցրե, Նազենի ոտների արանքը անձեն լրված է։ Բաքվեն Կիրիլի եզրաս աղբերդ, որ Կիրիլի հետևից ման է գալիս։ Կիրիլի օգնականը ավելի քիչ է ման գալի, քան քո աղբեր Կիրիլի եզրասը։ Հələ ընդ գորգրում է Հայաստանի համար, այ հոգնած։ Դու նստած Ծիրանի բազարեր անում, առևտուրեր անում, գողականներ հետում, այսօր բա սրան խփեք կծե կարա։ Տեսել ենք վիդեոն այդ այ փնթի։ Բա ասա ինչ ես անում դու։ Մենակ Տաշիրի Սամո, բա անենց հարա, որ ասում ես մարդիկ հեռանում են, մարդիկ եկեղեցուց չեն հեռանում, քեզնից են հեռացել, որտեվ դու ես փղծում ամեն ինչը։ Եկեղեցուց ոչ մեկ հայոց հավատքից, քրիստոնեությունից ոչ մեկ չի հեռացել։ Դու ես հեռացրել բոլորին։ Քո պահվածքով հակահայ։ Գնում Պուտինից մեդալը ստանում, խփում ես ու քեզնից դավոլին ֆռում ես։ Ընդ մեկն է տակը գրում է Գագիկ ջան, աստղը թարսն է սատանին է։ Ուրեմն ես ձեզ ասեմ, թարսն է, ուղիղն է, ոնց է դնեք սատանի գլուխը մեջը տեղավորվում է։ Ուղեղների տեղ արեք։ Խորհրդային միությունը սատանիստ պետություն էր, արգելում էր աթեիստերի պետությունը, ի՞նչ է նշանակում։ Աթեիստ չի նշանակում շատ սատանիստ։ Եթե դու Աստծուն բան ես անում, չես ընդունում, այդ ո՞նց ալու։ Բուկետ բերանս մի բացեք, այ մարդ հիմել ձեր վրա, էշ խոսալուց, էնի էշ դուք իրանից էշ բաներ եք ասում, գնացել եք ձեզնից իբր նորություն եք անում։ Ավելի բետար ձեզ ասեմ ինչն է սատանի նշանը, թե չէ։ Ատոմի նշանը, ատոմային ռումբի նշանը սատանի նշանն է։ Բոլոր սատանիստները վզներին գցել են ատոմային ռումբի նշանը։ Եվ ուշադիր նայեք, բացի ատոմային ռումբի նշանից նայեք Մերսեդեսի նշանը, որը տակը երկարացրիկ դառնում ատոմային ռումբի նշանը։ Չեք հավատում, եկեք Գերմանիա սատանիստները բոլորը վզից այդպես են գցած։ Բոլոր կոդերի մեջ կա 666-ը Audi նշանի մեջ է, լնայեք կլորները հանեք ծայրերը, լմա 666-3։ Թե շարունակեմ այսպես։ Ամեն ինչով հասկացնելով իրենց սատանությունը։ Հիմա նույնը սա, դոշը խփելա կարմիր աստղը, ձմեռ պապուպեսը նստելա ծառի տակ, ասում է ես հայ եմ։ Բա մի հատ էլ այն մարդկանց համար խոսայր, զոհերի համար Արցախի խոսայր։ Չկա։ Դրա համար ոչ թե գնում են Նիկոլը սխալ է անում, բայց դուք իրար հետ նույն խաղն եք անում, ես ասում եմ։ Դուք իրար հետ նույն խաղն եք անում, դու ել ես Թուրքի ու Ռուսի ջոուդի տակ, որը նույնն է։ Որտեղ հայ հոգևոր ղեկավարը Արամ առաջինի ոտի տակի կեղտը չարժես 5 րոպե 1 հելում ամեն հարցի համար Արամ առաջինը կանգնած է, դու գոյություն չունես։ Միշտ են ափերի ժպիտը դեմքդ, աբարանցին, ասել եմ, աբարանցին սփյուռքի արևմտա հայերենով։ Չողովուրդը անիգա կսե որ զորավոր է։ Այդ շարժումն է վերցրել եք նշանավոր թատրոնի բանից, հա, ռեժիսոր դերասաններից, այդ շարժումը թափ տալով խոսալու։ Ժողովուրդը
Նշանավոր է, հատուկ շարժում է կանցել, գիտեք, թատրոններում օգտագործվում է դա, որ ցույց տան ասենց խոսքի ավելի արտահայտությունը։ Մեր լավ ընկերը շատ լավ բան կասի ռեժիսոր Վահանը այդ մասին։ Հիմա այս ամբողջ գործողությունների մեջ, հա, մի հատ էլ բերել եք այդ փնթուն, Նիկոլ, փնթուն բերել եք, ուզում եք այս շոուանի, որ մարդ խփեք, ընդ հոգևորական բռնեք, կռիվ դառնա, ամբողջ աշխարհը տեսնի հայկական եկեղեցում կռիվա զորքերը մտե ջարդում են, որ Էրդողանի աշկին լմլմալով լավը լես, այս դրա համար է սարքես փնթուն բերել։ Իբր թե տեսեք, էս է հո Հայաստանից չի, մեր թիմից չի։ Մարդը ծնվել է Հալեբում, Գաբրիել Ջերեմջանը, ինչ է, Ջերեմօղլին, հա, Գաբրիել հրեշտակ Ջերեմօղլին, Թուրքի վաստակը, այդ ելաստե շոյան։ Չեք մարսելու ես բոլոր։ Գաբրիել, դու էլ այդ շլդո աշկերը ջուդական չես մարսելու։ Զգուշ եղի դու, երեսիդ եմ ասում, ժողովուրդը փողոցում քացով չտան, ես ոչ թե վախեցնում ենք խփենք, չէ, քեզ փողոցում վերջ, դու քեզ արդեն փչացրիր։ Չուր բաներ, Աննայի ոտների արանքը ոչիլ ճտտսնողներ, մանդավոշկա։ Հիմա նաև հետա տեղափոխվում ես Նիկոլի ու մնացածը հետևն էլ ոչիլները ճտտսնող։ Կամ որ մանդավոշկեն ամբողջ տեղերը ֆռմա որտեղ մաս կա։ Իսկ անան փրչոտ շունա։ Ասեմ իմանաս։ Բժիշկներ մի հատ մաշկավեներոլոգներ ասեք մի հատ, ասածս ճիշտ է թե չէ, տակը գրեք։ Լիքը մաշկավեներոլոգը նայեք։ Հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ ասել, Հայաստանում են, որ ասում են հեսա կսկսեն պարսիկեն ադրբեջանցիներեն սարքել կռիվներ, ժողովուրդ ջան, պարսիկները երկու հոգի անվտանգության աշխատողներին ծեծել են, փախել են Երևանում։ Լավ անուն ազգանունը բռնել։ Հիմա պարսիկեն թե տեղի ադրբեջանցի, ով կարա ապացուցի, ինչ են անում, դենթ էին վերցնելու, հա? Հիմա փախել են, կբռնեն, չեն բռնել, սա արդեն հարցի էական չի։ Երկու օր եկել են իրանց երկիր կռիվ աղես, թե գնացել են կլուբ, ինչ ա եղել, որտեղ են գնացել, թե անվտանգության աշխատողը, որ ծեծեն երկուսանց կես բնականաբար որևէ տեղ կլուբ է։ Ծեծել են, փախել են։ Սա դեռ սկիզբն է, 100 հոգի մարդ է եկել։ Ըստ սահմանայինի 120-ից 180, ոնց որ ես էի ասում։ Հետո որ 10,000 հոգի կան ինչ ալնելու, կամ 50,000։ Դրա համար ասում եմ, երկիրը պետք է պատրաստ լինի առաջնային գործերի։ Թուրքիան գնացել է այդքանից հետո զորք ա դրել սահման, որ ասում է, ես պարսիկի աղբերն եմ։ Ստեղել այն Ասրյանը շտաբի պետ այդ փնթի կալբաս քթով Ասրյանը շնորհակալություն հայտնում 25-օրյա զորավարժության հավաքի համար։ Կալբաս քիթ 25-օրյա զորավարժությանը քանի զինվոր ես հավաքել ու ոնց ա եղել։ Ինձ ասած տեղեկություններով քո բոլոր տեղերը զինվորների թիվը քիչ էր։ Այդ ոնց եղավ, արիր ու շնորհակալություն ես հայտնում ամեն ինչը լավ է, ամեն ինչը ճիշտ է։ Փնթի, մեկդ մեջից փնթի։ Իմիջիալը չեմ մոռանում, հələ Շահումյանցիք, հələ չեք ուղարկել ձեր թղթերը ինչքան արցախցի կինոկոտ եք արել։ Բաբր զանգե խոսում եք սպրոսեկա է ձեզնից։ Խոհոթի մեջ չեք զանգում գագույի ժամանակ մերցնում։ Մի հատ ղրկեք ինչ եք արել։ Փաստաթղթերը ղրկեք բանկի։ Ես ոնց է, փող ուղարկում ենք փաստաթղթերը, մենք որ փող ուղարկում ենք, այդ մարդուն ասում ենք փաստաթղթը հետ ուղարկի, մեր ուղարկած թուղթը գցում ենք մեր էջերը։ Էջերը լմա Facebook-ին գցեք արագ բացեք նայեք։ Բա ցույց տվեք հələ։ Ինչ է կարևոր ասում եք մենք հայ ենք ինչ է Շահումյանցիկին ասում։ Մի հատ գցեք հələ։ Ձեզ սու Շահումյանցիկի անվան տակ ռուսի ու թուրքի շպիոն մի խաղացեք, ցույց տվեք։ Սպասում եմ բոլոր, դա ամեն հաղորդման ասելու եմ, մինչև չտնամ, փող ղրկում եք թե չէ։ Այդքան։ Սուտ ձևերի համար մենք հայ ենք իբր։ Բացի գցելուց ինչ ես կանում, ես բոլորի հետ չեմ, ով որ գցում։ Շարունակենք մնացածը, ասեմ ձեզ, որ ուրեմն Ամերիկան ատոմային հարվածներ, որ հասցրել է Ֆորտոյին, Իրանի ռազմական բազաներից մեկին, որտեղ պահվում էր ատոմային զենք։ Ատոմային հարստացված 800 կիլո ուրան, ըստ տվյալների։ Ըստ տվյալների ասում է ոչ մի բան չի եղել, քանի որ շուտ ենք անել, բնականաբար ես ավելի հակված եմ դրան, ինչի ոչ թե որ սիրտս ուզում որ պայթուն չլինի, որ Հայաստանին չհասնի, ուղղակի ես ռեալ եմ ասում։ Եթե 800 տոննա ունեին ու մարդիկ վաղուց պահում էին այդտեղ, Թեհրանի մոտ, բնականաբար կռվը սկսելուց առաջինը այդ են հանում, որտեղ բոլորը գիտեին, որ այդտեղ է, չէ՞ որ Ամերիկայի, ՄԱԿ-ի, ես իմ Սևշում Մագատեի ով եկել էր, կոնկրետ ստուգել էր, որտեղ է, նորմալ է, թե չէ։ Ինֆորմացիա մի անգամից տվին, ես Մագատե բանը իբր եկան ստուգելու, որ Իրանինը նորմալ է,
կոորդինատները հետները տարած միլիմետրով հեռախոսի զանգարին, միլիմետրով վարկյաններով սպուտնիկով տեղը ասել են, Իրանն է խո ապուշ չեն բերեն դնեն այդտեղ։ Մի անգամից կռվի առաջ օրը խփելուց հանը տարել է։ Հիմա Ամերիկան խփելա գերհզոր բանը հրթիռներով, որոնք հասնվեն մինչև, ասենք, գետնի տակը խորության։ X խորությունը չգիտեմ ինչքան է խփել։ Ըստ ջհուդների ուրախացել են թե խփելա 3 հատ բոլորը պայթեցրել է, բայց որը սուտ է, որտեղ եթե պայթեցներ ժողովուրդ ջան, Իսրայելի հեռավորությունը ու Հայաստանի հեռավորությունը այդ նույն հանքից մոտավորապես 600-500 կիլոմետրի տարբերություն է։ Իսկ ատոմային ռադիացիայի համար 600-500 կիլոմետրը ժողովուրդ, դա ինչ ասել։ Այսպես մի կում ջուրը, այսպես վերստի խմեն։ Հայաստանի Երևանի հեռավորությունը այդ նույն տեղից որտեղ պայթել է 1154 կիլոմետր է, պատյասվեք, չէ՞, մեղրու հեռավորությունը ինչքան կլինի։ Ուղիղ գծով հաշվեք, ճանապարհով չէ։ Եվս մի 100 կիլոմետր հարավ, 100-110։ Այսինքն 1000, 1050, 1060։ Իսրայելինը նույն տեղից գայս է մոտավորապես ես նայեցի 1500-1700-750։ Այդքան տեղ է գալիս մոտ։ Ուրանի արտանետումը միանգամից չի երևում։ Ու ոչ մեկ չի կարող ասի, գիտեք, իջ ուրանը որ արտանետվեց, դրանից հետո քամին պարտադիր պետք է քշի կամ Հայաստան, կամ Ադրբեջան, կամ Ռուսաստան, կամ Չինաստան։ Ոչ մեկ չի կարող ճնշումը օդային ճնշումը կանգնացնի։ Մարդը դրան չի ասել, որ քամին կանգնացնի, կկարա քամին արագացնի, բայց կանգնեցնել չի կարող։ Ուղղություն տալ չի կարող քամուն։ Ինչ էլ ուզում է արտադրի։ Ու եթե այդտեղ պայթեց, ինչքան որ Հայաստանն է հասնում, կարող ինչ ասեմ, մի քանի ժամ հետո նույնը հասնի Իսրայելի։ Ռադիացիոն ֆոնը շատ բարձր է, առանց էլ Իսրայելի հետ եմ։ Առանց էլ այդքան պայթյուն է եղել, բնականաբար ժողովուրդ ջան, ցանկացած պայթյունին հրթիռների մեջ ոչ մեկ հենց հիմա չի ստուգել ռադիացիոն ֆոնը, ինչքան էլ Իսրայելը ասում է նորմալ է, վայ Իրանի քծածը ստից բանը ռադիացիոն ֆոնը միշտ բարձր է։ Հիշեցնեմ ձեզ, որ Վիետնամի պատերազմից հետո Խորհրդային Միությունը մոտավորապես 10-15 տարի արգելել էր Վիետնամից նույնիսկ այն փետի գործած բամբուկի ամանները, որ գալիս էր Խորհրդային Միություն կոպեկեր գնել, որովհետև այդ ամանների մեջը չէր թույլատրվում բաց սնունդ տնել, եթե գնում էին։ Այսինքն փակ սնունդ տրվել, հա, տուփով ասենք պեչենի եւ այլն, որևէ այսպես քաղցրաբլիթ եւ այլն։ Բաց չէր թույլատրվում, որովհետև ռադիացիոն ֆոն կար։ Իմիջիալոցի շեշտեմ, որ Վիետնամի վրա ատոմային զենք չի կիրառվել, բայց ցանկացած պայթյուն ունի ռադիացիոն ֆոն 01-02 թե ինչքա, ավելացնում է։ Գումարած արևի ճառագայթում են էլ հիմա ամառ, հասկանում եք։ Նույն այդ վիճակն է։ Հիմա եթե պայթեցրել են դա, եթե պայթեցրել են, ուրեմն պետք է շատ շուտ զգացվի։ Սպուտնիկի ցույց են տվել, որ Ֆորտոյի կողքը եղել է պայթյուն։ Բայց ջերմային բարձրացումը բնականաբար պայթյունից է, ռադիացիոն ֆոն չկա։ Ես կցանկանայի, որ Հայաստանի այդ բանը ռադիացիոն ֆոնը, որ ստուգում են մեղրի սահմանի մոտ, ամեն օր ստուգեն, որտեղ չգիտենք ինչա կատարվում։ Ինչ արեց Տրամպը։ Տրամպը վերցրեց, ոչ մեկին չհարցնելով, հարվածեց, երկրին է չհարցնելով ղեկավարներին, հարվածեց Իրանին։ 3 հրթիռ։ Իրանը գնում է բանակցության, ասում է ես բանակցությունից չեմ ելել, ինչպես ասում են։ Բանակցությունից առաջ նաև Արախչին գնացել է, գնում է Մոսկվա, մի հատ բանակցություն է գնացել, մի հատ է Մոսկվա խոսել։ Հիմա ես կբացատրեմ այս իրավիճակը ինչ է կատարվում, որ հասկանաք ավելի նորմալ, հասկանաք ինչ քաղաքական ուղղություն են վերցրել։ Ուրեմն քաղաքական ուղղությունը հետևյալն է, ժողովուրդ ջան, տեսեք։ Ջհուդները ուրախացել են, որ Տրամպը կարողացել է Ամերիկային քաշել, ներքաշել պատերազմի մեջ։ Ժողովուրդը, սենատը եւ մնացածը ուրախ չեն։ Ջհուդները բարձրաձայն արտահայտվեցին։ Մեզ պետք չի Ամերիկայի, Տրամպի հետ մեկտեղ։ Մեզ պետք չի Իրանում դեմոկրատիա։ Մենք դեմոկրատիայի կողմնակից չենք, բայց ջհուդները վերցրեցին խոսքը իրենց վրա։ Մեզ պետքա երկիրը քանդել, անկախ նրանից ով կգա իշխանության, մենք ուզում ենք, որ Իրանը քանդվի վարչակարգը։ Եվ երկիրը քանդվի, թող լինի անարխիա։ Ոնց որ Ամերիկայի ցանկացած պատերազմից հետո լինում է,
Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, Լիբիան, անարխիա, մեզ չի հետաքրքրում դեմոկրատիա կլինի, թե ինչքան մարդ կմեռնի, մեզ հետաքրքրում է այդ երկիրը քանդվի։ Այսինքն ջուդները բառացի սատանի, իրենց սատանիստական ուղղությունը ասում են, կարևորը երկիրը քանդվի։ Անարխիա կլինի, կողքը զենք կծախեն, տերորիստ կլինի, իրար կմորթեն, արու կհեղեն, թե ինչ մենք կտե միշտ կպահենք տակ անարխիայի մեջ։ Վերցնենք հարցի փաստը, որ Ամերիկան կարողանում է Իրանին ծնկի բերի։ Չնայած Իրանը հայտարարել է, որ խփելու է տեղի ամերիկյան բազաներին, հիշեցնեմ ձեզ, ամերիկյան բազաները ծոցի երկրներում բոլոր տեղերը կա, մինչև Իսրայել։ Հիմա հարց եմ տալիս, ընդունենք Իրանը ընկավ։ Կործանեցին, հաջորդը ով է։ Միանշանակ Չինաստանը ու հարավային սահմանից Ռուսաստան։ Բնականաբար, եթե հիմա Իրանին խփեն թեկուզ ատոմային արտահոսք տեղի ունենա, ուրանի ռադիացիոն արտահոսք, դա դուրս է գալիս, որ Հայաստանի սահմանից ուղիղ գծով Ռուսաստանը հեռու է 120 կիլոմետր ժողովուրդ ջան։ Հասկացաք, չէ՞, ինչ կոպեկ է։ Այսինքն 1200 կիլոմետր Ռուսաստանն է, չհաշված Կասպից ծովը, որը քամին ավելի շուտ է տանելու, իսկ նա ավելի մոտիկ է, այս ատոմակայանի մոտիկա 420 կիլոմետր։ Այսինքն Հայաստանը, Քոչվորստանը, Վրաստանը, Միջին Ասիան, ինչպես նաև Իրան, Իրաք, Սիրիա, Իսրայել տարածքի երկրներ, Թուրքիան, եթե ոչ 80%, ապա 120%, տեսեք ինչ մինիմում թվեր եմ ասում, այդ թվում նաև Բուլղարիա, Հունաստան, վերև Ռուսաստան, մինչև շատ հնարավոր է մինիմումը մինչև Կալուգա, եթե ոչ Մոսկվա։ Այդ շրջապատով եւ մինչև ամբողջ տարածքով Միջին Ասիա եւ բնականաբար Չինաստան։ Հաջորդ հարվածը ով արտնելու Չինաստանը։ Հիմա այս գործողությունը եթե Ամերիկայի կուլ տվեցին, ուրեմն Չինաստանը վերացող հաջորդ երկիրն է, որտեղ Ռուսաստանի ուժը արդեն տեսել են։ Ռուսաստանին կտրտելը հեշտ է։ Այսօր Ռուսաստանը պատերազմ է մղում 1000 կիլոմետրի սահմանում, Եվրոպան, որ անընդհատ գոռում էր Գերմանիայի այս նոր եկած մերձ, որ հա գոռում էր առաջ օրս պատերազմ, ուրեմն իմացեք, որ շուտով երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, 10-րդ ճակատ կբացվի։ Պատկերացեք, իշխանության է գալիս պրոամերիկյան, ասենք կլինի էդի Փելևին, կլինի Սևլևին, թե Սև Ջանդամլի, գալիս է իշխանության, հա? Գալիս է իշխանության, ուրեմն Կասպից ծովը վերջ։ Այդ պայմանագրերը դուրս է գալիս, Կասպից ծովը դառնում է ռազմականացված ծով, որտեղ մտնում է Ամերիկան։ Կասպից ծովի ռազմականացված ծրագիրը կոդրում է Միջին Ասիայի, նաև չինական շոլկվի մետաքսի ճանապարհը, որը Տրանսկասպիայով ուզում էր ուղարկել դեպի վերև։ Ամբողջ ճանապարհը կտրվում է, Ամերիկան մտավ, վերջ։ Վերջ մտավ այդ տարածք, բոլոր ճանապարհները կտրվում է։ Ու հաջորդ հարվածը ելնա կոնկրետ Չինաստանի ժամերի ընթացքում, որտեղ այսօրվա դրությամբ փողը ամենաշատը Չինաստանի բյուջեն է հավաքում։ Ամենաշատ տնտեսական հզորությունը, որը կարողանում է հանի Ամերիկայից բարձր Չինաստանն է։ Հաջորդ հարվածը ստանում է Չինաստանը։ Իմիջիայլոց ասեմ ձեզ, ատոմային ռումբի պայթյուն հնարավոր չէ, բացատրեմ ինչի, որովհետև միանգամից կարձագանքի էին դա այդ ֆոնի վրա, դե բոլորը հսկում են ատամները պահած եւ սա կլիներ Չինաստանի եւ պետք եղավ Ռուսաստանի ձեռքում եւս մի շանս պատերազմը վերացելու Եվրոպայի տարածքում ընդհանուր մինչեւ Հյուսիսային օվկիանոսի տարածքում, ես այս մասին խոսել եմ սառույցալ, որը լինելու է պատերազմի ամենաուժեղը, քանի որ այդ պատերազմում կողքը բնակչություն քիչ կա, ինչ զենք ասես փորձարկելու է։ Եվ ջհուդների ասածն ու Ամերիկայի ասածը, այսինքն նույն ջհուդների ասածն է, որովհետև Տրամփ գոյություն չունի, այդ ինչ որ մի հատ դրած ջհուդական ֆիշկա է, իր ամբողջ ջհուդական անձնակազմն է։ Փտած սենատորները, որոնք ցմանստում են բոլորը ջհուդ։ Եվ մի հոգի է բողոքարտը այդ է Իսրայելը, որ փրփրել էր ջհուդ, այն էլ բանից, հանրապետականներից, դեմոկրատներից։ Ուրեմն ինչա ասում Ամերիկայի օրենքը, որ ասում է ամենա դեմոկրատիա բոլորի վրա թափում է։ Դեմոկրատիա։ Գիտեք ինչա Ամերիկայի օրենքը։ Մենք այդքան շատ չենք ուսումնասիրել։ Ուսումնասիրողներն էլ իմիջիայլոց Հայաստանում սկսել են նոր հայտնվեն պրեստիժ տղեկ ամերիկագետ պաշտոններով։ Ադրբեջանագետ ունենք, պրեստիժ տղեկ ամերիկագետ ունենք։ Ես ինչ ասեմ, ես ինչա գետ եմ։ Ես էլ ասեմ աֆրիկյան ամենափոքր տվա պիգմեյագետ եմ։ Ձեռ եմ առնում բոլոր բնականաբար։ Այ քեզ բան։ Այդպես Ամերիկա գետի մասնագիտություն չկա, ո՞նց եք ձեզ հայտարարում Ադրբեջանագետ, Ամերիկայագետ։ Հա?
Իմի էս Գաբրիել Ոչխարին է Աննայա գետ, թե Մանդավոշկայա գետ։ Եթե գետերով է, բոլորը գիտուն եք եղել։ Զարմանալի է, մարդը սովորում է իրավաբանություն, դառնում է Ամերիկայա գետ։ Մեկը սովորում է եսիմ, ինչ ասեմ, ստենդեները եսիմ ում ծոսնա մտնում, գիշերը Նիկոլի ծոսնա, առավոտ Սերժի ծոսնա, կեսօրին Քոչանի ծոսնա, դառնում է Ադրբեջանա գետ։ Պրինցիպի ճիշտ ասում էլի, այդ իրեք իրար հետ Ադրբեջանագետը, ես համաձայն եմ, սա ինձ հետո որ լսեք Ադրբեջանագետ, իմացեք, որ Նիկոլի, Սերժի, բնականաբար Լևոնինը ջհուդագետներն են, Նիկոլի, Սերժի և Քոչարյանի ծոցի տակով ոբշի ֆռացողը իրան ակոչում է Ադրբեջանագետ։ Հիմա սա էլ չգիտեմ ինչի է իրան Ամերիկայի գետ հայտարարը, ինքը թող իմանա այս հարցը, հա, Ինչա ասում Ամերիկայի օրենքը ժողովուրդ ջան, ամենազզվելի օրենքը, սա դեմոկրատիայի ամենաուժեղ երկիրն է համարվում, չէ՞։ Ասում է նախագահը, որպես գերագույն հրամանատար, կարող է պատերազմ հայտարարել եւ 48 ժամ ինքը պահել մինչեւ սենատը չեղարկի։ Բայց գոյություն ունի օրենք, որ 48 ժամից հետո 60 օր ինքը կարող է երկարացնել այդ գործողությունը, սենատը մինչև հա չէ անեն իրար մեջ համաձայնվեն, տեսեք եմ որ ասում եմ բյուրոկրատիան է արևմտյան, դուք չեք պատկերացնում, պատկերացեք, տեսեք, 48 կռիվա 60 երկարացնում, հա, նրանից հետո եթե չկարողացան նրա վրա, եւս 30 օր ինքը հնարավորության է ունենում պատերազմը շարունակի, նոր դրանից հետո սենատը պետք է ասի, եթե չստացա վերջ կանգնի, ուրեմն տեսեք 3 խփել է, հա, այսօր երկրորդ օրն է, որ ասում է 3 մեռներ, այսօր 2 օր էր։ Ահա։ Եվ 3 խփել է, այսօր երկրորդ օրն է։ Հա։ Երկրորդ օրն է, 48 ժամը լռան, հա, դե գիշերն է խփել, չկա, իրիկունը պետք է ֆռա, հա։ 48 ժամը լռացավ, սենատը բնականաբար ոչինչ չի անելու, ոնց տեսնենք, քանի որ ջհուդներն են այնտեղ զառամյալ։ Ոչինչ չի անելու 60 նոր պատերազմական գործողություն անելու, իսկ Ամերիկան խփել թռնելով ճիլնելու, որտեղ պատասխան պետք է գնա, որտեղ եթե չպատասխանեց Իրանը, ինքը արդեն վախեցած կործանվում է, հաջորդը Չինաստանն է, Ռուսաստանը ավելի մոտիկանում է սահմանը, երկարում է Միջին Ասիայի։ Երկարում է 7000-10000 կիլոմետր, Չինաստանը անմիջապես սահմանի մոտ ստանում է ամերիկյան զորքեր, կա որ Միջին Ասիան նաև Չինաստանի հետ է սահման։ Արձագանք լինելու է։ Գաղտնի բանակցությունները կա, արձագանքը լինելու է Իսրայելին խփելու են, ամերիկյան բազաներին կխփեն։ Բայց ի՞նչ է դուրս գալիս։ Ամերիկան մտավ պատերազմի մեջ, սարքին ջհուդները։ Ամերիկային քաշին պատերազմի մեջ։ Այն որ Տրամպը եկե գովում Ամերիկայի հայեր։ Գնալու եք պատերազմեք հանուն ջհուդի ու սատկեք, այո իրավունք ունեմ ասել, որտեղ Տրամպի համար ձեզ ճղում էիք դոշերը։ Ոնց որ Նիկոլի զոմբիները, դուք է Տրամպի զոմբիներն էիք։ Ճղում եք, գնալու եք բանը պարսկական անապատում սատկելու, հա։ Գնալու եք։ Դե գնացեք, ինչ ասեմ։ Թող բոլորի հավաքի տանի որպես իր նվիրված մարդիկ։ Ճղում եք ձեզ Տրամպը, համաձայն եք սատկել անապատում, դե գնացեք, ինչ ասեմ։ Չինացիների դեմ կռվում, այս անտեր մեռել, մահացավ հանունում, չգիտի ինքում, ինչի համար մահացավ սրանը։ Ու հեսա չի բացառվում, որ ռուսական օրինակը վերցնի, ասի քյասերով ուզում է մնա, դեպորտ չեմ անում։ Գրվում է պատերազմ, ինչի հնարավոր չի, ռուսը կանի Տրամպը չի անի, մի խփնվածել են է, զառամյալ ծերուկ, չգիտի ինչ անում, այսօր խոսում, վաղը խոսում, ստերը, ասում էի, չէ, հաղորդման հետ, բացեք այդ հաղորդումս նայեք, Տրամպը չէր էքի ասի, Տրամպը եկավ աշխարհում պատերազմներ առնելու, շատ մեծ, ասել եմ, չէ, հետո հերթով գայս է, բացեք նայեք, 4 ամիս առաջվա, 5 ամիս առաջվա հաղորդումներ, ասի Տրամպը եկավ 6 ամիս առաջվա, աշխարհում պատերազմներ է լինելու, հələ չէր եկել, 6 ամիս անցավ, և հա, 6-րդ ամիսն է, 7 ամիս առաջվա հաղորդումները նայեք, բա, սենց է, Հիմա պատերազմական այս վիճակն է, խփես պետք է շարունակի, չշարունակեց Իսրայելը վարի են տալիս, որտեղ կարմիր գիծը անցավ, Իսրայելը վարի կտան թե չէ, արանքի իրանն էլ վարի կտան, բայց այստեղ ճանապարհ ալում, պլացդարմը բացվում է, որ ներս մտնեն դեպի ուր, բնականաբար Միջին Ասիան ինչ է, 3 դրա համար է, ես հենց այնպես չխոսեցի Միջին Ասիայի հետ պետպաշտոնյայի մասին, որը վերլուծում էր իրավիճակը, պատկերացրեք հիմա Իրանը ընկավ, հայտնման X զորքերը անհայտ կապ չունի ՆԱՏՕ-յա, ԲԱՏՕ-յա, Անգլիան, թե Ֆրանսիան։ Միջին Ասիան ընկավ, ինչ անում Միջին Ասիան։ Իրանը ընկավ, ինչ անում Միջին Ասիան։
Ով է կարողանում կանգնել։ Միջին Ասիայի բոլոր հանրապետությունները իրար հետ գումարած, Իրանի 5%-ի դիմադրությունը չունեն ժողովուրդ։ 5%-ի Միջին Ասիայի բոլոր հանրապետությունները իրար հետ 5%-ի դիմադրություն չունեն։ Վարկյանական իրար էլ թշնամի են, իրար մեջ կռվ են գցելու, չէ՞ որ Միջին Ասիայում ասել են բոլորը իրար դեմ են։ Կռվ են գցելու 5 րոպե մեկ, իրանց պետք չի դեմոկրատիա, քանդեն առաջ, հարվածում ա գնում ա Ռուսաստանին եւ գնում ա Չինաստանին։ Դրա համար այս երկուսը արաղջին որ կանչել են իրար հետ խոսելու են։ Չինաստանը ձեն չի ամ, տակից է խաղում։ Ռուսետ ուզում է խոսա Բերանի գոլը իմանաս այ համբալ, ես այդքան զենք տվեցի, դու ասիր կպաշտպանեմ, բա հիմա ինչի՞ չես պաշտպանում։ Ինչ կլինի վերջը մենք կտեսնենք, ամենայն դեպս աշխարհի քանդելու հիմնական խնդիրը կատարեցին ջուդները, էլի Տրամփի ձեռքով, որը նույնպես ջուդ է։ Ահա եւ Ամերիկայի դեմոկրատական օրենքը, որը ընդհանրապես կապ չունի դեմոկրատ բառի հետ, ահա եւ Ասիայում տեղի ունեցող դեպքերը մեր սահմաններից ընդամենը 1000 կիլոմետր հեռավորության վրա, որը կոպեկ է ատոմային զենքի համար։ Ես չեմ վախեցնում, ժողովուրդ ջան, որ փախնեք այստեղ այնտեղ։ Ոչ մի տեղ էլ բան չկա, նույնը հաղորդեմ Գերմանիայից։ Գերմանիայի կանցլերը անընդհատ պատերազմ ա ուզում, զորավարժություն զենք։ Գերմանիայում ամեն ինչը այնքան է թանկացրել, չեք պատկերացնի։ Ամեն ինչը ժողովրդի վզին է մնացել, գործազրկություն 500-600 հազարով քաղաքներում հսկայական գործազրկություն կա։ Ես ցույց լուրջ եմ ասում։ Այն 10-20 հազարոնոց քաղաքներում չասեմ արդեն։ Այդ 10-20 մինչև 500 հազարոնոց քաղաքների մարդիկ փախնում են 3 միլիոնանոց քաղաքներ, որպեսզի կարողանան աշխատել։ Տեսակ ասեն Գերմանիա մի հատ 3 ունի, ոչ հարգելն է, Գերմանիայում գոյություն ունի ագլոմերացիայի համակարգը։ 3 միլիոն ունի Քյոլնը, 3 միլիոն ունի Մյունխենը, 3 միլիոն ունի Համբուրգը, 6 միլիոն ագլոմերացիայով ունի Բերլինը, Դորտմունդ ունի բավական մեծ միլիոն ու քանի եւ այլն, այսպես։ Ագլոմերացիաները շատ մեծ են։ Նյուրնբերգի ագլոմերացիան 1.200.000, բայց Նյուրնբերգում էլի զգացվում է աշխատատեղերի պակաս։ Էլի զգացվում է։ Հա, այդ չափի չէ ոնց որ Բրեմենում 10-12%, 13%, բայց զգացվում է։ Այնպես որ երկրի խառնման բոլոր տեղերն են գնում են։ Ու ոչ ոք չի պատկերացնում, այդ նույնը կասնի Ավստրալիա, թե կասնի այնտեղ, քանի որ եթե խաղի մեջ մտան Չինաստանը, բաց արդեն մտավ, ինքը խփելու է Ասիայից խփելու է բոլոր բազաներին։ Դա կլինի Չինաստան, դա կլինի Ամերիկան, եւ Հյուսիսային Կորեա շիզոֆրենիկը, որի հրթիռները հասնում են, իսկ Չինաստանը նույնպես հասնում են Ամերիկային։ Կյանքում առաջի անգամ Ամերիկան իր տարածքի վրա ստանել է ուրիշի կողմից հրթիռներ։ Իսկ ով է պատրաստվում ապրել Ամերիկայում միլիարդները աշխատած, sense հայ մենակ անունը խորովածով բանանել, տան սեղանի վրա միշտ նարկոտիկը լցած ընտանիքով դեղ են անում, կրիկը առանձին է այդում լևի, տղեն առանձին, հերը առանձին, աղջիկը առանձին, հարսը առանձին։ Ամերիկյան պատմությունից մի ասեք, այդպես է ամերիկացիները բոլորն էլ ասում են, դա խայտարակ ընտանիքներ կան, բոլորը չէ, բայց կան։ Ու այդքանից հետո վերանալու է ուրեմն Սոդոմ Գոմորն է Ամերիկան։ Գնալով հասցնում է սահմանի մոտ։ Այսօրվա դրությամբ աշխարհի կռիվանող երկրներից ում Ամերիկան սատանում է, սատարում է միայն Ռուսաստան ունի սահմանային մոտիկություն։ Տեսակ ես ձեզ ինչ էի ասում էի, որ Կանադայի Գրենլանդիայի հարցը շեղելու հարց է, հատ ասում էի։ Սուեզի ջրանցքի, խփեց Սուեզի ջրանցքի մոտ լրիվ ուրիշ տեղ։ Սա է նախատեսել աշխարհի համար այսօր։ Բայց քանի որ վերև Աստված կա, Աստված այն մարդիկ, ովքեր Աստծուն հավատում են, հատկապես հայերը, որպես ընտրյալած, որտեղ աշխարհի վրա ապրում են ավելի քան 50-60 հազար տարի, հեսա մեկը կասի, էլի կկրկնեմ, կգնամ Զատկի կղզի եւ այլն կբերեմ բառերը։ 60,000 տարի ապրող ազգը համենայն դեպս մեր ունեցած տեղեկություններով այդքան կարող է առաջի մարդն էլ հայ, չգիտենք 1.5 միլիոն տարի առաջվա։ Կրկին անգամ հայերն են։ Եվ ով Աստծո մասնիկը մեջը պահում է արդարության, նա կապրի, իսկ ով գնում է նյութականին, նա վերանում է։ Պարզ բան ասեմ, Իսրայել այդքան փող են լցել, ռուսական օլիգարխների 90%-ը հրեական պասպորտ է ստացել, ճիշտ է։ Հա։ Հիմա իրանք ուր են։ Էլի հիմա էլ թռնեն ուրիշ տեղ։ Չէ, իրոք բան եմ ասում, էլի։ Ռուսաստանում կռիվեր լցվան Իսրայել, Իսրայելում գփցրին հիմա ուր։ Ամերիկա, վաղը խփում են Ամերիկա իրանք ուր դեռ, սենց անընդհատ ֆռալու են։ Այն որ ասում են ուրիշ հերոսի անուն չգիտես, սրանք ուրիշ երկրի անուն չգիտեն, չէ՞ որ մի շարք երկրներում եվրոպական նրանց վրա սանկցիա է դրած։ Ոչ մեկ այս մասին չխոսած, չէ՞ օլիգարխների։ Ռուսաստանից քանի հազար հոգի օլիգարխ, մինիմում 300 միլիոն, մաքսիմում մի քանի միլիարդ ծրտներ փախում։ Հասկանալի է։ Այնպես որ աշխարհը թեկուզ փողել ունենաս ոչ մեկի համար հանդարտ չի։ Մի բան եմ ուզում ասեմ ձեզ, Ժորժ ջան, սա ոչ թե
վատաբանությունը այլ տեսլականներ է։ Աշխարհի վրա այսօրվա դրությամբ մի տեղ կարող են ատոմայինը պայթեցնել, որ Եվրոպային եւ Ասիայի առաջավոր երկրներին եւ Ամերիկային չհասնի, դա միայն Աֆրիկան է։ Այնտեղ ինչ կռիվ կստեղծեն ու կենտրոնական կամ հարավային, սա ժամանակը ցույց կտա։ Բայց քանի որ այնտեղ ատոմային ունեցող երկիր չկա, պայթյունը լինելու, եթե որևէ մեկին խփեն, պետք է խփի Ամերիկան կամ որևէ մեկը, Չինաստան, մյուսը։ Բայց քանի որ այնտեղ այսպիսի բան չկա, հիմա հասցրել են նավթի կենտրոնին ու Չինաստանին։ Դրա համար ամբողջը գնում է այս տարածաշրջանի վրա, Ասիայի վրա, բայց Եվրոպան էլ հետն է վերցնում։ Ասենք իրենց հաշվարկներով, եթե իրենց մտածում են, ասենք Բուլղարիա, Հունաստանը ոչինչ թող կործանվեն, բայց չասնի մինչև Ֆրանսիա, ես իմ Իտալիա, Գերմանիա, սա խիստ սխալվում են, որտեղ ընդամենը թռած մեկ կայծեր թռե բանից Չեռնոբիլից, մինչև Ֆինլանդիա ռադիացիան բարձրացել էր։ Լնայեք ինչ հսկական։ Մի կայծեր թռե, պայթյուն չէր, մի կայծեր թռե։ Այսքանով ուզում եմ ավարտել հաղորդումը, հիշեցնեմ ձեզ, հարգելիներս, վաղը երեկոյան Երևանի ժամանակով 22:00-ին մեր հյուրը կլինի Սորբոնի համալսարանի դասախոս, դոկտորականի թեկնածու Արմեն Կագրամանովը, որը արևելագետ է, ինչպես Արևելյան Եվրոպայի պատմության մասնագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ, մեր լավ ընկեր, բավական երիտասարդ, իսկական հայ, ազգանունը ձեզ չզարմացնի, խոսի կտեսնեք, իսկական հայ, ցանկացած հարցում միշտ հայկական հարցերում օգնող եւ Ֆրանսիայում բարձրացնող մարդ։ Ուզում եմ ավարտել հաղորդումս, մաղթում եմ ձեզ լավոր, հարգելիներս։ Եղեք տեղեկացված ու եղեք աստվածավախ ճշմարիտ, ոչ թե գնացեք ինչ-որ մեկին լսեք փոխտան էջմիածնում շոու սարքեք, այդ ինչ պետք է քեզ ասեն էջմիածնում, որ դու կարողանաս ընդեղ հայոյես, գոռաս եւ թռնես։ Այդ ինչ պիտի ասեն մարդուն, աղջիկ լրագրողը քեզ այդ ինչ պիտի ասի։ Հասկանում եք, չէ՞ չեմ ասում տղա լրագրողը կաղա քեզ բերան մեր քրֆի հանես դու սպասես, ենել էջմիածնի տարածքում չես անելու։ Ինչ պիտի ասի քեզ աղջիկ լրագրողը, որ դու տենց ոգևորվես։ Սա անհավատի, սա պղծազավրի, պիղծ մտքի մարդու միայն գործողություն։ Դրա համար Աստված թող արժանին պատժի հայազի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որտեղ նրանք տականք են, նրանք միջից են, նրանք չերևացող են, նրանք սողացող են եւ թիկունքից հարվածող։ Տեսեք, եկել է Հայաստանի փեր բարեգործություն անի, Նիկոլի Աննան հրաման տվեց, եկեղեցում սկսավ գորգռալ, պղծել այդքան տուրիստի, ես ապշած եմ։ Այդ ինչ պիտի ինձ ասեն, ինչքան էլ հայ են, կասեն բրծե, հեսա դուրսա պատասխանը կտամ, խոյես էջմիածնի տակ ես չեմ ոգևորվելու գորգռա։ Լավ այդքան մարդ ես դուրս արի, հեսա դուրսը մի 500 մետր են կոն, որ ձեն չլսվի, ես քո պատասխանը տամ։ Չես ելելու փախնելու ես, դա արդեն քո պրոբլեմն է։ Այն ինտերնետի բանը YouTube-ի տակ, որ ԼԿՊՃՊ-ի կամ ուրիշ հայ, ուրեմն մարդ կա Ժորժան այնքան այլանդակ է, ինքը իր անունը գրում է հայոյանք։ Պատկերացնում եք, չէ՞, իր անունը հայոյանք է, ինքը սկսում է հայոյանք գրել։ Հայոյանք անունը մտնում է էջից տակ, հայոյանք է գրում։ Ես այդ մարդուն ոչ հետևից ընկնելու, ոչ տեսնելու ցանկություն ունեմ։ Եթե մարդը իրեն չի հարգում, իր անունը հայոյանք է գրում, հենց այդ մարդուն ինչ տեսնեմ, որտեղ այդ մարդը պիտի գայրեսիտ կանգնի տեսնի, ոչ թե փախնի։ Նույնը սա է։ Անունով իբր բարեգործ տղամարդը տենց մարմնավաճառ չի լինում։ Չի գնում էջմիածնի պատերի տակ, սուրբ։ Գարեգիններ կգան ու կգնան էջմիածինն է մնայում։ Գարեգինները տենց այնքան են եկել ու գնացել գարեգինա նմաններ։ Դու եկել ես ինչ ես ստեղ խաղում։ Հասկանում եք։ Դրա համար Աստված թող արժանի պատժի հայազի ամենաշատը ներքին թշնամում, դրսինին մենք կպատժենք, ինքը երևացող է։ Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին, կոնկրետ խոսքս կրում է ջուրդների մասին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Կարինում, Վանանդում, Բաբերթում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պորսում։ Ամեն